Դուք դիտում եք «Ապրենք առողջ» հաղորդումը 21 TV եթերում, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Հելիոս բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ, կոսմետոլոգ Լուիզա Բաբայանին։ Բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ։ Բոլոր կանանց եւ ոչ միայն կանանց հրավիրում ենք հեռուստա էկրանների առաջ, որովհետեւ հետաքրքիր ու սիրուն զրույց ենք ունենալու, որտեղ պլաստիկ վիրաբույժների հետ հատկապես գեղեցիկ զրույցներ են ստացվում եւ ոչ վախենալու, ամենակարևորը։ Այս հաղորդման ընթացքում ուզում եմ խոսենք բլեֆարոպլաստիկայի մասին, ում համար է այս միջամտությունը, երբ է դրվում ցուցումը եւ արդյոք բոլոր նրանք, ովքեր ուզում են ձգված եւ շատ արտահայտված աչքեր, կարող են դիմել եւ պետք է դիմել։ Հիմնականում բլեֆարոպլաստիկայի ցուցումը դրվում է ֆունկցիոնալ եւ էսթետիկ տեսանկյունից։ Ֆունկցիոնալը այն է, երբ որ կա մաշկի կախվածություն կամ ջարպային բարձիկների հիպերտրոֆիա, այդ դեպքում դրվում է ցուցումը, այսինքն պացիենտը ունենում է ծանրության զգացում կամ ավելորդ մաշկը սահմանափակում է տեսադաշտը, միանշանակ այդ դեպքում պետք է կատարվի բլեֆարոպլաստիկա, իսկ նաեւ հիմնական տարիքային մեր խումբը լինում է 30-ից 35 տարեկան անձինք, ելնելով գենետիկ առանձնահատկությունից եւ անատոմիական կառուցվածքից, երբեմն երիտասարդների մոտ է դրվում ցուցումը, որ կարելի է հնարավոր է կատարել բլեֆարոպլաստիկա։ Իսկ լինում են դեպքեր, երբ գալիս են ուզում են միջամտություն, տեսնում եք, որ կարիքը չկա եւ ասում եք, որ պետք չի։ Իհարկե լինում է, այո, լինում է նման դեպքերում, դա ավելի շատ հոգեբանական խնդիր է, երբ որ բոլորն արել են, ես էլ արեմ, հա։ Բոլորը արել են կամ իրեն թվում է, որ եթե կատարի բլեֆարոպլաստիկա, իրեն կյանքում ինչ-որ մի փոփոխություն տեղի կունենա, բայց այդ դեպքում մենք հետ ենք համոզում, կոնկրետ ես հետ եմ համոզում, որ դա բոլորովին խնդիրը բլեֆարոպլաստիկայի մեջ չէ եւ ինքը այո, ուրիշ տեղ պետք է փնտրել։ Դրա համար ես միշտ ասում եմ, որ բժիշկները նաև լավ հոգեբաններ են, որովհետև միշտ չէ, որ խնդիրը հատկապես պլաստիկ վիրաբույժները, հա, նաև հոգեբանություն շատ լավ պետք է իմանան եւ գիտեն, որովհետև այո, դեպքեր են լինում, երբ մարդը գալիս է կյանքը փոխելու համար, մտածում է, որ քիթը, աչքերը, ինչ որ օրգան համակարգի փոփոխություն կարող է բերել կյանքի լիարժեք փոփոխության, բայց արի ու տես, որ դրանից հետո անգամ ոչինչ չի փոխվում։ Շատ անգամ շատ պլաստիկ վիրաբույժներ գերադասում են աշխատել հոգեբանների հետ, որովհետև իրականում դա առաջնային լինում է հոգեբանական խնդիր եւ այսպեսի մի գաղափար կա, որ բոլոր պացիենտները, ովքեր դիմում են պլաստիկ վիրաբուժության, իրանք ունեն հոգեբանական որոշակի խնդիրներ։ Դե գեղեցիկ լինելը հատկապես կանանց դեպքում եղել է, կարծում եմ, մեր, այսպես ասած, գենետիկ հիշողության մեջ, հա, մենք միշտ ձգտում եւ ուզում ենք եւ որքան էլ գուցե կողքից նայում են, ասում են, որ շատ գեղեցիկ է, ամեն ինչ կատարյալ է, ինչպես ուզում փոփոխություն անել, բայց ինչպես ժողովուրդն ասում է, միշտ էլ գեղեցիկից գեղեցիկը կա, լավից լավը կա եւ միշտ ձգտում ենք այն լավագույն տարբերակին, որի դեպքում միշտ օգնության է հասնում հենց պլաստիկ վիրաբուժությունը։ Եթե վերադառնանք կոպերի միջամտությանը նորից, ուզում եմ խոսենք ամբողջ ընթացքի մասին, հա, լավ պացիենտը եկավ, դուք էլ որպես մասնագետ արձանագրում եք, որ այո, կա խնդիր է եւ կա անհրաժեշտությունը միջամտության։ Ինչպես է անցնում այդ նախապատրաստական փուլը, վիրահատական փուլը, հետվիրահատական նաեւ այդ վերականգնողական շրջանը, ամեն դեպքում, երբ մենք խոսում ենք աչքերի մասին, մի փոքր ավելի, այսպես ասած, վախենում ենք, մտածելով, որ գուցե սա սարսափելի ցավերի հետ կուղեկցվի, այլ կոմֆորտից դուրս իրավիճակներում կհայտնվենք եւ այլն, հա։ Հիմա ասում եմ բոլոր նրանց, ովքեր ունեն ցուցումը, ունեն ցանկությունը, բայց ունեն վախեր, անցնենք այդ ճանապարհը մի քանի րոպեում։ Նախ եւ առաջ կատարվում է մանրակրկիտ կոնսուլտացիա, կոնսուլտացիայի ժամանակ մենք քննարկում ենք բոլոր հարցերը, այսինքն կոնսուլտացիայի ժամանակ պետք է հասկանալ ինչ է պատկերացնում պացիենտը։ Մենք բացառում ենք բոլոր հակացուցումները վիրահատության համար, այսինքն պացիենտը ուղեգրվում է լաբորատոր բոլոր հետազոտություններին, այսինքն արյան հետազոտություններն են տվյալ դեպքում, նաեւ EKG-ն է, եւ եթե կոնսուլտացիայի ժամանակ հասկանում ենք, որ ինքը ունի նաև օրգանական խնդիր, այդ դեպքում նա ուղղորդվում է դեպի ակնաբուժի խորհրդատվության, որտեղ պետք է մենք բացառենք բոլոր հակացուցումները տվյալ դեպքում։ Անցնելով բոլոր հետազոտությունները, նշանակում է վիրահատությունը։ Վիրահատությունը կատարվում է տեղային կամ ընդհանուր անզգայացման պայմաններում։ Նախապես մշակվում է վիրահատության պլանը եւ կատարվում վիրահատությունը։ Որքան է տևում։ Վիրահատությունը սովորաբար տևում է 1-ից 2 ժամ, կախված վերին կոպ է, թե ստորին կոպ, թե շրջանաձև, դա կախված է, ասենք, ինչ ծավալի է վիրահատությունը, ահա։ Շատ լավ, վիրահատությունից հետո
Իսկ հետո ավելի շատ են, չէ՞, վախենում ու հարցնում, քան նախնականը։ Սովորաբար պացիենտները միշտ շտապում են, ուզում են տեսնել ռեզուլտատը հենց տեղում, միանգամից ու արագ։ Տվյալ դեպքում պետք է ասել, որ վիրահատությունից հետո լինում են կապտուկներ, լինում են այտուցներ, որոնք անցնում են 7-ից 10-14 օրվա ընթացքում։ Արդեն իսկ բայց 7-ից 10 օր անց կարելի է գնահատել առաջին իսկ արդյունքները, իսկ վերջնական արդյունքները մենք կարող ենք տեսնել 2-ից 3 ամիս անց, երբ որ այտուցները ամբողջովին կանցնեն մեզ մոտ եւ հյուսվածքները կհանգստանան։ Իսկ հնարավոր է, օրինակ, մեկ անգամ անում ենք միջամտությունը, տարիներ հետո նորից անհրաժեշտությունը լինի։ Այո, սովորաբար բլեֆարոպլաստիկան պետք է կատարել, այսինքն ցանկալի է կատարել 5-ից 10 տարի անց։ Ինքը ամբողջ կյանքի համար վիրահատություն չէ։ Այնպես չի, որ պատկերացնում են մեկ անգամ արեցին, վերջ ամբողջ կյանքի։ Իհարկե դա կախված է նաև նրանից, թե որ տարիքում է կատարվել բլեֆարոպլաստիկան։ Բնականաբար, եթե տարիքով կին է կատարել, արդեն 10 տարի անց կամ որոշ տարի անց չեն կարող դնել, որ գիտեք, ինչ դուք պետք է պարտադիր կատարեք, բայց ավելի երիտասարդ տարիքում տրամաբանական է, որ կրկնակի վիրահատության կարիք կլինի։ Իսկ հաղորդման այս հատվածում էլ ուզում եմ խոսենք լաբիոպլաստիկայի մասին։ Ինչ միջամտություն է սա, որպեսզի նաև մեր հեռուստադիտողի համար հստակ լինի, թե ինչպիսի խնդիրներ է լուծում սա եւ որքանով է պահանջված մեր երկրում։ Լաբիոպլաստիկան փոքր սեռական շուրթերի ձևը, չափը, ասիմետրիան շտկող վիրահատություն է։ Ցուցումները դրվում են ինչպես ֆունկցիոնալ, այնպես էլ էսթետիկ տեսակետից, այսինքն ֆունկցիոնալ կայանում է նրանում, երբ որ փոքր շուրթերի հիպերտրոֆիան խանգարում է բուժառուին, քայլելիս, սպորտով զբաղվելիս, ինչու՞ չէ նաև ինտիմ կյանքում, իսկ էսթետիկ տեսակետից նաև կարող են առաջացնել բարդույթներ, այսինքն զուգընկերոջ մոտ, իսկ էսթետիկ տեսակետից, որ բուժառուն կոմպլեքսավորվում է իր փոքր սեռական շուրթերի արտաքին տեսքից։ Ներկայիս ավելի լայն տարածում է գտնում լաբիոպլաստիկան, եթե նախկինում մարդիկ ամաչում էին խոսել այդ խնդրի մասին եւ չէին դիմում։ Չենք ասում բժշկի դիմել, հա։ Այո։ Հիմա արդեն իրանք դիմում են բժշկի, բարձրաձայնելով այդ հարցը եւ այն բավականին լայն տարածում ունի։ Իսկ տարիքային որոշակի այսպես խոցելի խմբեր ունենք, որոնք հատկապես ունենում են խնդիր եւ հատկապես դիմում են։ Չէ, իմ պացիենտները ես ունեցել եմ 18-ից մինչև անգամ 50 տարեկան կանայք, որոնք դիմել են, եղել է, երբ որ այդ կինը ասել է, ես ամբողջ կյանքը երազել եմ, որպեսզի լինի նման վիրահատություն, որ ես ազատվեմ իմ բարդությունից, եւ լսելով, որ այո, Հայաստանում արվում է, կա արդեն, նա դիմել է եւ մենք արել ենք այդ վիրահատությունը։ Մի քիչ չակերտները բաց ենք, հա, ինչքան էլ ասում ենք հիմա պահանջված միջամտություն է, այնուամենայնիվ վստահ եմ, որ շատ շատերի համար անծանոթ է եւ երբ մենք խոսում ենք այս հատվածների, հա, ինտիմ զոնայի մասին, հնարավորինս նաև փորձում ենք խուսափել, որ կարող է բարդություններ լինի, կարող է հետո ավելի վատ լինի, չէ՞, այսպիսի հարցեր եւս բարձրաձայնվում են, վստահ եմ, ձեր կաբինետում։ Որպեսզի այս հարցերը հիմնովին պատասխաններ ստանան, մի քիչ չակերտները բաց, փակագծերը բաց ներկայացրեք։ Ինչպես է կատարվում, արդյոք տեղային ազգայնացում է, թե ամբողջական է մարդը, այսպես ասած, անաստեզիայի ենթարկում եւ առհասարակ ամբողջ ընթացքը սկզբից մինչև հետվիրահատական շրջան։ Ամբողջ ընթացքը սկսվում է, ոնց ասացի, խորհրդատվությունից, պարտադիր տեղում մենք գնահատում ենք ինչ վիճակում է, երկրորդը արդեն պլանավորում ենք վիրահատությունը, վիրահատությունից առաջ պարտադիր պետք է կատարվեն անալիզներ, այս դեպքում միանշանակ, այսինքն բացառություններ չեն լինում, եղել են դեպքեր, երբ որ բուժառուն փորձել է համոզել, ու իմ մոտ ամեն ինչ նորմալ է, օքեյ է, ես վստահ եմ։ Հա, միանշանակ ելնելով եւ օրենքի տեսակետից մենք իրավունք չունենք եւ երբ որ ինքը անալիզները տվել է եւ տեսել ենք, որ ունի մի շարք խնդիրներ, նման դեպքեր են եղել, վիրահատության այդ պլանը սկսվում է պարտադիր, տրվեց անալիզները, նշանակում է վիրահատությունը կատարվում է տեղային անzgայացման պայմաններում, հեռացվում է ավելորդ լորձամաշկային լաթը, կարերը դրվում են, հիմնականում ներծծվող կարեր են, դիսկոմֆորտ չեն առաջացնում, 3-4 օր անց բուժառուն կարող է հանգիստ վերադառնալ իր առօրյա կյանքին։
Հրաշալի։ Իսկ որքան ժամանակ հետո կարող է բնականon կյանքի վերադառնալ նաև ինտիմ հատվածներ օգտագործելով։ Ну 3 շաբաթ մենք բացառում ենք թե ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, թե սեքսուալ կյանքը։ 3 շաբաթ հետո կարող է վերադառնալ իր արդեն ամբողջական բնականon կյանքին։ Շատ լավ, նշեցիք, որ որոշակի հետազոտություններ է անցնում մինչև վիրահատությունը։ Որոնք են այն հակացությունները, որոնք կարող են հանդիպել եւ դուք որքան էլ մեծ լինի ցանկությունը չկարողանաք օգնել կամ այդ պահին գոնե որևէ կերպ չմիջամտեք։ Ну հակացությունները ինչպես լինում են հարաբերական եւ բացարձակ հակացություններն են դա հղիությունը եւ լակտացիայի շրջանը, ինչպես նաեւ սուր վարակային բորբոքային վիճակը։ Հարաբերականներից են այդ քրոնիկ բորբոքային վիճակները կամ քրոնիկ հիվանդությունները, որոնք չեն գտնվել կոմպենսատոր փուլում եւ կարելի է դա ինչ որ որոշակի բուժումից հետո անցնել նոր լաբիոպլաստիկան կատարել։ Լինում են վստահ եմ նաև դեպքեր, երբ կանայք առաջին կամ երկրորդ ծննդաբերությունից հետո դիմում են միջամտությանը, բայց դեռ չեն նախատեսում ամբողջական այդ վերարտադրողական ֆունկցիայի ավարտը։ Այս դեպքում ինչ է խորհուրդ տրվում, վերջնականացնել բոլոր վերարտադրողական ֆունկցիայի գործերը անել վերջացնել, նոր դիմել, թե սրանք մեկը մյուսին չխանգարող հանգամանքներ են։ Ну հա իհարկե ցանկալի է որպեսի բոլոր այդ վերարտադրողական ֆունկցիաները ավարտվեն, կինը լինի ֆիզիկի հանգիստ վիճակում եւ նոր դիմի արդեն համապատասխան պլաստիկ վիրաբուժի, որպեսի կատարվի վիրահատությունը։ Ծննդաբերությունից հետո որքան ժամանակ հետո կարող ենք այս միջամտությունն անել։ Ծննդաբերությունից հետո 3-ից 4 ամիս անց արդեն հնարավոր է կատարել վիրահատությունը։ Հրաշալի, կարծում եմ հիմնականում հենց այս ընթացքում էլ գալիս են, չէ՞, այսպես խեղաթյուրված, վախեցած, ինչով կարող եք մեզ օգնել, ինչ կարող եք անել, այս պետք է սպասեք։ Հա, դա այդպես էլ է լինում, այո, նաև լինում է, երբ որ այսինքն պուբերտատ շրջանը պատրաստիկների մոտ ավարտվել է եւ իրենց մոտ էլ ինչ որ sense հիպերտրոֆիայի ենթարկվել օրգանը եւ իրենք էլ sense այսպես խեղաթյուրված ինչ ոնց կարելի է անել եւ միանշանակ հանգիստ եղեք, դա առհասարակ եւ շատ մեծ հարց է բոլորի մոտ տալիս են, արդյոք դա գույսերին ցուցված է թե ոչ, Կանխեցիք հարցս։ Ահա։ Նշեմ, որ այո, հանգիստ գույս աղջիկները կարող են դիմել այս վիրահատությանը, դա ընդհանրապես կուսության հետ կապ չունի, այո, եւ չի խանգարում։ Հակացությունների մեջ չի մտնում գոնե։ Հակացությունների մեջ հաստատ չի մտնում։ Հրաշալի։ Երբ ես ձեզ ներկայացնում էի, նշեցի նաև կոսմետոլոգ, այնպես որ ելի ուզում եմ առիթից օգտվենք ու ասենք, նշենք, թե որոնք են այն ժամանակակից մեթոդները, առաջարկները, որոնք այսօր կոսմետոլոգիան բերել է, հա, Հայաստան եւ հատկապես այն գործիքակազմը, որով դուք եք աշխատում եւ նպաստում եք հայ կանանց, ինչու ոչ միայն կանանց, տղամարդկանց եւս ավելի թարմ, ավելի գեղեցիկ, ավելի երիտասարդ լինելուն։ Այո, ես շատ սիրում եմ ապարատային տեխնոլոգիաները, ինձ համար առաջին տեղում դա Morpheus 8 verse-ն է, որով ես շատ եմ աշխատում, ես շատ սիրում եմ իրեն արդյունքները, որտեղ Morpheus-ը ինձ հնարավորություն է տալիս աշխատել մաշկի տարբեր շերտերում, ինչի շնորհիվ հնարավորություն է լինում կրճատել մաշկը, խթանել կոլագենի եւ էլաստինի արտադրությունը, ինչպես նաեւ բարձրացնել մաշկի որակը, պայքարել ծակոտիների դեմ, այսինքն նեղացնել ծակոտիները եւ մոդելավորել դեմքը։ Ես ամեն դեպքում ինձ համար ինքը առաջին տեղում է։ Ինչ խնդիրների լուծման համար է ինքը գալիս օգնության։ Արդյոք տարիքային սահմանափակումներ կարող ենք ունենալ այս հարցում, թե ոչ, որովհետև այսպես ծակոտիների լայնացած վիճակը շատ խնդիրներից առաջ եւ հետո է լինում, հա, մի քիչ ավելի այսպես հատկանշական նշենք այն բոլոր հարցերը, որոնց պատասխանը տալիս է այս սարքը։ Նայեք, սարքը հնարավորություն է տալիս աշխատել տարիքային տարբեր խմբերում, քանի որ այնտեղ պարամետրերը կառավարելի են եւ տվյալ դեպքում բժիշկն է ընտրում, թե ինչ ցուցումով է եկել իրեն մոտ բուժարուն եւ ինքը ինչ պետք է անի։ Եթե ինձ մոտ տարիքային կին է, որը ունի, այսինքն ֆտոզ է իր դեմքին տեղի ունեցել, այսինքն հյուսվածքները բոլորը կախվել են եւ ես պետք է ապահովեմ լիֆտինգ, բնականաբար ես աշխատում եմ ուրիշ պարամետրերով եւ եթե արկա է կրկնակզակ
ապրիլը, այս դեպքում ես նաև աշխատում ոչ միայն մաշկի շերտերում, այլ պետք է աշխատեմ նաև ենթամաշկային ճարպաբջջանքի հետ, որպեսզի կրճատեմ այն, որ հաղորդեմ այդ լիֆտինգը եւ ավելի հստակ ուրվագծեր ստանամ։ Իսկ ավելի երիտասարդների մոտ բնականաբար աշխատում ես արդեն ավելի ուրիշ պարամետրերով, որպեսզի դու խթանես կոլագենի սինթեզը եւ ինչպես նաև նեղացնես ծակոտիները։ Մենք հայրս սիրում ենք, ինչպես դուք էլ սկզբում նշեցիք, միանգամից եւ արագ տեսնել արդյունքը եւ միշտ փնտրում ենք այն կախարդական փայտիկով սարքը կամ միջամտությունը, որի դեպքում կարելի է մեկ անգամ դիմել եւ ամբողջ կյանքի համար ստանալ վերջնական արդյունք։ Բայց դեռ չունենք այդ կախարդական փայտիկը եւ հիմնականում մասնագետներն ասում են, որ եթե տարիների ընթացքում հասել ենք X կետի, չենք կարող մեկ քայլով միանգամից նորից վերադառնալ Y-ին, հա։ Այս սարքի դեպքում էլ ուզում եմ հասկանալ երկարաժամկետ միջամտությունների, այսպես շարքի մասին է խոսքը, թե ըստ էլի իրավիճակի, ըստ խնդրի որոշվում է եւ կարող է նույնիսկ մեկ միջամտությունը հրաշագործ լինել։ Նո մեկ միջամտությունը իհարկե կարող է հրաշագործ լինել, բայց դա արդեն կախված թե ինչ տարիքային խմբի բուժարու է քո առջև կանգնած, նման դեպքում այո կարող ենք կատարել եւ օրինակ եթե նեղածակոտիների, լայնացած ծակոտիների խնդիր է կամ պոստակնե հետքեր կամ ինչ որ թեթև իհարկե կարգի, այդ դեպքում կարող է, բայց երբ որ տարիքային արդեն ավելի բարձր տարիքային խմբի բուժարու է մեր առջև կանգնած, բնականաբար մենք ասում ենք, որ մեկ պրոցեդուրան ինքը բավական չի լինի, պետք է ոչ միայն արել ապարատային միջամտություն, այլ պետք է նաև լրացնել պրեպարատների միջոցով։ Կոնկրետ Morpheus 8 burst-ը ինքը կարելի է կատարել 8 ամսից 1 տարի անց, ավելի շուտ չի կարելի, եւ այո, ինչքան բուժարուն ցանկանում է, այնքան այն կարող է կատարել, ասեմ, որ հյուսվածքները այդ 8 ամիս եւ 1 տարի, որ մենք ասում ենք, իրանք չեն վերադառնում իրանք նախկին տեսքին, իրանք միշտ ավելի պլյուսով են գտնվում, այսինքն ավելի որակը լավն է մաշկի, քան երբ որ բուժարուն դիմել էր բժիշկին։ Սովորաբար այս կամ այն միջամտությունից չօգտվելու պատճառաբանություն մենք միշտ ասում ենք նաև ժամանակ չունեմ, չեմ կարող, չեմ հասցնում, հա։ Մանավանդ մեր քաղաքակրթության մեջ, երբ հատկապես կանայք սկսել են շատ աշխատել, շատ ավելի սոցիումի անդամ դառնալ, իրենց համար իսկապես խնդիր է գտնել ժամանակ ոչ միայն միջամտության, այլ նաև հետո վերականգնվելու համար։ Ուզում եմ այս մասին խոսեք, թե որքան ժամանակ է պետք, որպեսզի մարդը, կինը, տղամարդը կապ չունի թե ով է դիմել, հա, վերադառնա առօրյա կյանքի եւ արդյոք այդքան շատ մեծ ժամանակի կորստի մասին է, կորուստն էլ ճակերտավոր ասած, հա։ Չէ, Morpheus 8 burst-ի վերականգնողական շրջանը շատ կարճ է, այսինքն այտուցները եւ մաշկի կարմրությունը պահպանվում են 2-ից 5 օր, կախված թե ինչ պարամետրերով էլ աշխատվել, եւ 2-ից 5 օր անց բուժարուն հանգիստ կարող է վերադառնալ իրեն աշխատանքին, սովորաբար աշխատող կանանց հետ ես միջամտությունը կատարում եմ ուրբաթ օրերին, այսինքն երբ որ այդ բառարտահայտված այո այտուցային շրջանում բուժարուն գտնվում է տանը եւ 2 շաբթի օրը արդեն թեթև այտուցներով, թեթև կարմրությամբ նա կարող է վերադառնալ աշխատանքի։ Ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է այո, միանշանակ։ Եվ այստեղ որպես վերջին հարց շատ կարևորում եմ, երբ նման միջամտություններն անում են բժիշկ մասնագետները, հա, այսինքն այն երկրորդ մասնագիտության սկզբում պետք է դրվի բժիշկը, այո, որովհետև ի վերջո բժշկության հիմնակարը մի վնասիրն է եւ շատ կարեւոր է, որ էսթետիկ խնդիր լուծելու համար հետո էլ արդեն նորից չսկսենք օրգանական խնդիրների լուծման համար դիմել, հա։ Այս դիտարկումները նաեւ այս թեմայի շուրջ ու այսպես ասած ինձ համար գոնե շատ կարեւոր հարցի շուրջ։ Նո, ես էլ եմ գտնում, որ յուրաքանչյուր ապարատային միջամտություն, իսկ Morpheus-ը ինքը ին մոտ պլատֆորմա է, ինքը շատ հզոր պլատֆորմա է եւ ոնց ասում են գրանատը վրուկախ обезьяны, այդ վիճակով ելնելով անգրագետ բժիշկի, անգրագետ մասնագետի, այսպես ասենք, ձեռքերում նա կարող է իհարկե բավականին լուրջ վնասներ հասցնել, բժիշկը պետք է ամբողջությամբ տիրապետի ապարատին, պարամետրերին եւ հասկանա ինքը ինչ խնդիր ունի, ինչ պետք է անի ինքը, ինչ ցուցումներով է եկել իրեն մոտ պացիենտը եւ վերջապես ինքը ինչ է ստանալու արդյունքում։
Որովհետև ես միշտ նշում եմ, որ կարող են սարքավորումները լինել շատ բարձրակարգ, շատ պրոֆեսիոնալ, շատ հրաշագործ, ինչպես մենք սիրում ենք ու սպասում ենք, բայց եթե դրանք ոչ ճիշտ մասնագետի ձեռքում են հայտնվել, դրանք ոչ միայն էֆեկտիվ չեն կարող լինել, այլ նաև վտանգավոր կարող են լինել, ինչպես ասեցիք, եւ կարող են, այո, ցավոք նաև անդառնալի հետևանքներ թողնել կնոջ կամ տղամարդու գեղեցկության եւ նաև առողջության վրա։ Այնպես որ ընտրեք ճիշտ մասնագետներ եւ որ ամենակարևորը ցանկացած միջամտության դեպքում ուշադիր լինենք, որ դա արվի բժշկի կողմից, ինչը ինձ համար առաջին եւ կարևոր, այսպես ասած, սկզբունքն է։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի հեռուստադիտողներ, ուզում եմ հիշեցնել, որ զրուցակիցս Helios բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ կոսմետոլոգ Լուիզա Բաբայանն էր։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք։ Մենք կհանդիպենք նաեւ մյուս շաբաթ։ Ցտեսություն։